հասկանամ ես քո ասածը։ Ինչ է նշանակում պարզավոր պիտի մամայիդ պաշտպանես։ Խոսա, Հենրի։ Հա ինչ, տենց զարմացաք, հա? Մեր ու աղջիկ եք ստեղ խաղում։ Ես Անգելինային իմ աղջկա նման սիրում եմ, հետո ինչ։ Անգել նենց ես քեզ սպանում, ոնց որ քո մաման է, ոչ թե իմ։ Դու քեզ շատ տարօրինակ ես սպանում։ Թե քո սիրտը նենց ավելի շատ է ցավում Աննա Բագրատովնայի համար։ Ես քո մայրն եմ։ Ես քո համար Աննա Բագրատովնա չեմ։ Որպես մայր, այլևս չեմ ուզում ճանաչել։ Չես գնա մինչև չխոսակ։ Ես ես կնոջ հետ ոչ մի բան չունեմ խոսալու։ Ու դրա համար չարժել ինձ խաբելով բերել հասցնել ստեղ։ Փոխանակ ձեզ օգնեմ ավելի վատ դրության մեջ դրեցի կներեք Աննա Բագրատովնա։ Ոչինչ, բոլես, ոչինչ։ Ոչինչ, դու գնա իրան մենակ մի թող։ Չեմ ուզում ձեզ էլ ես վիճակում մենակ թողամ։ Ես լավ եմ։ Որ ինքը լավ լինի, ես լավ կլինեմ։ Դու գնա հետևից։ Ինքը չպիտի ձեր հետ սենց խոսար, ինքը իրան շատ սխալ է պահում։ Ոչինչ, ոչինչ իմ աղջիկ, ոչինչ։ Գնա մենակ մի թող մի հիմար բան չանի։ Գնա։ Շատ զբաղված չես։ Հիմա էլ դու ցուցակ եք կազմահերթով գնում գալիս եք։ Ինչի ես իրավունք չունեմ այս տուն գալու։ Ոչ։ Դու իրավունք ունես գնաս Աննայի տուն, հաճույքների գիրք ընկնես, համբուրես, իսկ ես իրավունք չունեմ իմ տուն գալու։ Լիլիթ մի օր ձեռիս տակ ես մնալու, մեղք ես։ Ես եմ մեղք։ Ես զոհ եմ, բայց մեղք չեմ։ Քո նման անուղեղ, անպատասխանատու, անբարոյական տղամարդն է այս կյանքում պարտված։ Ես մաքուր եմ։ Հենց հիմա տարք ես տեղից, թե չէ տեղիցս վեր կկենամ ոտքերից տակ կառնեմ։ Դե բարձրացի, խփի, քեզ պատեպատ տուրում է սպասում, դու մենակ դրան ես ընդունակ, չէ՞։ Դուրս ասում եմ։ Ապրես։ Հիմա անցի խփելուն։ Էտապ առ էտապ առաջ գնանք։ Հիմա ինչ ա եղել։ Սպասեք, հեզապապան խփելու է։ Արա մորդ տար ստեղից, եթե չես ուզում առանց մայր մնաս։ Չէ, համբերեք մի երկու կարևոր նախադասություն ասեմ, հետո գնամ։ Ապահարզանի թղթերը արդեն պատրաստ են։ Կարող ես գնալ ու ստորագրել։ Մինչև վերջին կոպեկը ձեռքիցդ խլելու եմ։ Դու դառնալու ես էլի այն նույն չքավորը, որին ես սիրեցի մի ժամանակ։ Իսկ դու տականքի պես ոտնահարելուց բացի իմ սերը ուրիշ ոչինչ չարեցիր։ Հիմա էլ ես ուզում որ քեզ ոտնահարեմ։ Դու հələ փորձի։ Քո նման տղամարդը մենակ ոտնահարելուց է լավ։ Քո նման տղամարդու մենակ կենթանական բնազդն է աշխատում։ Դու հասարակության խոտան ես։ Ընտանիքի քայքայիչ թույն։ Եթե որևէ մեկը կյանքում ինձնից շատ քեզ սիրի, ես պատրաստ եմ ծնկի գալ քո առաջ ու ներողություն խնդրել քեզ պակաս սեր տալու համար։ Իսկ դու մտածի։ Տղատու հարստել են ստեղ։ Հատկապես հարսդ թողես ամեն ինչը լավ տեսնի։ Գենը վտանգավոր բան է։ Չեք ինձ գիշ սարքում։ Չեք
Ձեր նման կեղտոտում վրա։ Սունգելի հանդեպ շատ մեծ մեղքին գործում։ Եթե անկար ճիշտ է իմացավ, խաչ կքաշի իմ վրա։ Հենրի։ Դու քեզ սրա համար ներելու ես։ Հարի գնանք անգել։ Դու քո աչքերը տեսել ես, դու գիտես ինչ ձևով էր նայում մամայդ, ինչքան ատելություն կար քո մեջ։ Արժանացել է։ Այդքան վստահ մի եղի, քանի դեռ դուք չեք խոսացել։ Գոնե պետք է ամոթ ունենար չխոսար դրա մասին։ Հերի։ Ինչ Հենրի անգել։ Իրա փոխարեն ես եմ ամաչում։ Մաման նենց բան չի արել, որի համար պիտի ամաչի, Հենրի։ Հա անգել, դու շարունակի իրան պաշտպանել, բայց ինձ մի ստիպի իրան հասկանամ, կամ առավել ևս ներեմ։ Որպես ինչ-որ մեկին ներես, ինքը պիտի սխալ գործած լինի, բայց Աննա Բագրատովնան ոչ մի սխալ չի գործել, ուղղակի դու իրան չես լսում, որ հասկանաս։ Հա, քո ասածն է, դու շարունակի իրան հավատալ, բայց ինձնից նույնը մի ակնկալի։ Հետո երբ պարզես, որ ինքը անմեղ է, դու քեզ չես ներելու։ Մամադ քեզ աստվածացնում է, Հենրի, իսկ դու իր հանդեպ շատ անարդար ես։ Քո երակներով հոսող Արունն է հիմա խոսում քո անունից։ Եթե ապրել, ապա միայն սեփական կանոններով, եթե պայքարել, ապա միայն հաղթանակի համար։ Կյանքը մեկ անգամ է տրվում, ու այն պիտի ապրես առանց զիջումների։ Ամբողջ կյանքում երկու հոգու դեր խաղացի, բայց անարդյունք։ Երիկա չգոհացա, տունս քանդվեց և ես ոչինչ չկարողացա անել։ Ձեռքերս կապված են, որդիս անձամբա ձեռքերս շղթայել, վայ Միքայել։ Արի գնացինք անգել։ Հենրի, ես քո հետ ոչ մի տեղ չեմ գա, բարձացի վերև խոսացեք։ Ես էլ կմնամ ստեղ ու ձեզ չեմ խանգարի։ Ինչ ես նենց անում, որ քո վրա ջղայնանամ ու կատաղությունս քո վրա թափեմ։ Արի դու սուս մնա ու մի խառնվի իմ ու քո շատ սիրելի Բագրատովնայի հարաբերություններին։ Հենրի, դու զղջալու ես ու շալինելու։ Անգել ինչա քեզ թվում, որ դու իրան ավելի լավ ես ճանաչում, քան ես։ Դու ընդամենը մի տարի իրան գիտես։ Իսկ ես ամբողջ կյանքս եմ իր հետ ապրել, իր հետ եմ մեծացել ու իր դաստիարակությունն եմ ստացել։ Իսկ ինչա պարզվում, ինքը այն չէր, ում ես ամբողջ կյանքս ճանաչել եմ։ Կարելի է բարձրանաս, խոսակ, իրան հնարավորություն տաս, արդարանա, բացատրի։ Ամեն մարդ ունի չէ դրա հնարավորությունը։ Լսի, ես չեմ ուզում իր մասին խոսամ, ու քո վրա էլ շատ ջղայնացած եմ։ Դու ինձ չպետք է կանչեիր խաբելով ստեղ։ Սրանք ստեղ ինչ են անում, հուսամ կորած մամային չի գտել։ Ես էլ
ասում եմ Միքայելը ոնց է Աննային անընդհատներում ու տուն ընդունում, փաստորեն ձեզ մոտ այդ ամեն ինչը գեներով է գալիս, եթե այդքանից հետո Աննային դեռ մայր ես կոչվում։ Ուրեմն մի բառ ես ասում ու ես քեզ իմ ձեռներով կշպրտեմ ձեր տուն։ Չէ, ես քեզ այդ հաճույքը չեմ պատճառի, ես էլ Աննայի հետ խոսելու բան ունեմ։ Քեզ խորհուրդ կտամ առավոտները մեղրաջուր խմել, որ հիշողությունը տեղը գա ու հիշես, որ այս տղան ամուսնացած է։ Լսի։ Լավ կլինի բարձրանաս վերև, բայց ոչ թե իրան վիրավորելու համար, այլ քո մամային պաշտպանելու։ Ծաղրում ես անգել։ Հենրի ոչ մի դեպքում բարձացի ու մամայիդ պաշտպանի։ Հիմա էլ նույն բանը ես եմ քեզ ասում։ Ոչ մի դեպքում։ Ուրեմն ես կբարձանամ ու այդ կանեմ։ Իրանք երկու քուր իրար արժեն անգել։ Ու պետք չի դու խառնվես իրանց հարցերին։ Արի գնանք։ Ես քեզ ուղղակի չեմ ճանաչում։ Ու դու սենց սառնասիրտի երբեք չես եղել։ Դարձրել են անգել։ Ու թող քեզ չթվա, որ մամաս չի կարա իրան պաշտպանի, հատկապես իր քրոջից։ Հենրի ուղղակի սուս մնա։ Ես քեզ չեմ ուզում լսամ։ Ուզում ես քո այդ լրիվ անկեղծ լինեմ անգել։ Ես չեմ մեղադրում այդ Լիլիթին։ Մարդը իրավունք ունի գա ու կռիվ տա իր ընտանիքը քանդելու համար։ Բարև անպատկար, չնայած ինչ եմ ասում, անպատկարը քո համար մի տեսակ մեղմ բառ է։ Լուսի դու աննորմալ ես։ Քեզ թվում է ամեն անգամ կարող ես գալ իմ տուն ինձ վիրավորել ու գնալ։ Ված չէ լինի նույն ձև ամուսնուս դիմավորեիր, կամ օրինակ ապտակեիր, երբ համբուրում էր քեզ։ Աննա Բագրատովնա, դուք մենակ չեք։ Սրանք առանց ինչ-որ բան իմանալու իրարից պոկ չեն գալիս, բա որ իմացան, երկուսով միասին իսկական պայթուցիկ կդառնան։ Հալես ապրես, որ հետ եկար, բայց դու գնա, ես իմ հարցերը իր հետ կլուծեմ։ Բայց Աննա Բագրատովնա, Գնա, Հենրին սպասում է։ ամեն դեպքում իմացեք, որ մենակ չեք։ Արժի արդյոք ես գժանոց երեխա բերել։ Ես դժբախտ եմ, հերիք չի մի հատ էլ ուրիշ երեխուն բերենք դժբախտացնենք։ Հերիք հա մի օր ես տուն մտնեն ու տեսնեն այստեղի քաոսը, այստեղի վեճերը, որպեսզի մեզ երեխա չտան։ Տեսար, որ Աննա Բագրատովնան պաշտպանության կարիք չունի։ Ունի Հենրի, ուղղակի չուզեց, որ ես մնամ իր մոտ։ Լավ կլինի դու բարձրանաս ու այդ կախարդից իրան պաշտպանես։ Իրանց երակներով նույն արունն է հոսում։ Մի կերպ իրար կհասկանան անգել։ Հենրի, դու մի օր զղջալու ես այս քո խոսքերի ու պահվածքի համար ուշա լինելու։ Չեմ ուզում երազելով ապրել։ Ես քեզ իրոք չեմ հասկանում, անկեղծ։ Իսկ չես կարծում, որ մի քիչ ցուրտ աստեղ նստած ինձ հասկանալու համար։ Ուրեմն գնա։ Անգել մի ստիպի ամբողջ շենքով ձենս գլուխս գցում։ Գնացինք։ Անգել ես հիմա քեզ տանում եմ տուն, կգնաս, կպարկես ու կքնես։ Հենրի, ես տուն չեմ կարա գնամ։ Ինչի։
Որովհետև մերոնց հետ կռվել եմ ու տնից դուրս եմ եկել։ Երեխայություն մի արա, անգել, քեզ չի սազում։ Կարամ իմանամ այդ ինչի շուրջ ես տենց վիճել, որ տենց մարտական ես տրամադրված ու չես ուզում գնաս տուն։ Ընդամենը շատ տրամաբանական հարցեր եմ իրանց ուղում, բայց այդ իրանց աչքին նորմալ չի թվում։ Հա, բայց ինչի մասին է խոսքը, անգել։ Սոսն էր եկել մեր տուն։ Էդ ինչի էր ձեր տուն եկել։ Շատ հարցեր կան, որոնք անհասկանալի են ու անտրամաբանական։ Ու երբ որ ես սկսում եմ ծնողներիցս պատասխան ուզել այդ հարցերի վերաբերյալ, իրանց աչքին անշնորհակալ ու վատն եմ թվում, ու չեմ հասկանում ինչի։ Անկախ ամեն ինչից ծնողներիդ մի նեղացրու։ Իրանք քեզ իրանց սեփական կյանքից շատ են սիրում, անգել։ Ու ընդհանրապես այդ սոսով է, որ իրա պատճառով պետքա վիճես ծնողներիդ հետ։ Սոսը։ Սուս մնա, անգել։ Ես քեզ հիմա տուն եմ տանում։ Ու եթե հակառակվես, մեր տուն եմ քշելու։ Հասկացանք, չէ՞ իրար։ Ամեն մեկը յուրովի իրավացի է։ Ամենայն դեպս այդպես է թվում։ Բայց իրականում ես դարձա երկու քրոջ զոհը։ Չլինեին նրանք իմ կյանքում, ես այսօր չէի լինի այն ինչ կամ մարդկային բարձրարժի համակարգից զրկված չէի լինի։ Կորցրած չէի լինի իմ դեմքը, իմ իրական դեմքը։ Ինձ համար ճակատագրական դարձավ քեզ սիրելը, Աննա։ Սիրելն ու իմ սիրուց ազատվել չկարողանալը։ Ասա ինչ որ ասում ես ու գնամ։ Ես քեզ չեմ ուզում մի րոպե ավել տեսնեմ։ Չփորձվես քեզ ինձնից բարձր դասել։ Ներկապահին դու ես գողը։ Ու անցյալ երեսովս չտաս, ես այդ անցյալի պատասխանը քեզ արդեն տվել եմ։ Իսկ ես քեզ պատասխան չունեմ տալու։ Կտաս Աննա, էն էլ ոնց կտաս, որովհետև չես պատկերացնում ոնց եմ հոգնել քո ու Սոսի կեղտոտ հարաբերություններից։ Դե ուրեմն գնա ու Սոսից էլ այդ պատասխանները ստացի։ Դու չես պատկերացնի ես ոնց եմ հոգնել այս ամեն ինչից։ Էլի սկսեցիր զոհի դիմակը կրել։ Քո Սոսի պատճառով այսօր իմ տղեն ինձ աշխարհի ամենավերջին կինն է համարում։ Ձեր պատճառով այսօր Հենրիի սատելությանն ու արհամարանքին եմ արժանացել։ Էլ ինչ եք ուզում դուք իմ հետ անեք։ Էս էլ սկիզբն է Աննա։ Բա քեզ ինչ էր թվում։ Ամբողջ կյանքում երկու բեմում ես խաղալու, բոլոր ծափարությունները քեզ են ուղված լինելու։ Իրականությունը էս է, ուշքի արի։ Բոլորը գիտեն արդեն քո իրական դեմքը։ Դե ուրեմն այս կյանքում արդարություն չկա։ Ուրեմն բարին մենակ հեքիաթներում է հաղթում։ Հայ, ես ամբողջ կյանքում իմ տեղը զիջել եմ ուրիշներին, ու այդ չեմ արել նրա համար, որովհետև թույլ եմ եղել։ Ես բոլորին առաջ եմ թողել, իսկ ես տվերում եմ մնացել։ Իսկ դու ճիշտ հակառակն ես արել։ Հիմա էլ եմետանում։ Ես թույլ չեմ տա, որ դու ոտքերդ մաքրես ինձ վրա։ Ոչ ոքի հետ թույլ չեմ տա։ Իսկ դու երբ ես վերջապես հասկանալու, որ ես էլ չեմ ուզում քեզ տեսնեմ, ու չեմ ուզում քո հետ կապ ունենամ։ Ու երբ որ հասկանաս Սոսին էլ բացատրի, որ ես ձեր կյանքում էլ չկամ։ Իսկ հիմա ինձ ազատի քո ներկայությունից։ Ես քեզ օր ու արև չեմ տալու Աննա։ Նենց եմ անելու, որ քո մի քանի ամսական երեխան էլ քեզնից երես թեքի։ Անգելինա, մենք պետք է խոսանք։ լավ, հիմա պետք չի ճնշել երեխուն, գնա պարկե։ Չեմ ում թող խոսա, պապան ասելի քոնի թող ասի։ Պապատ ջղայնացած էր, ես բորբոքվեցի, դու նեղվեցիր, բոլոր ընտանիքներում է լինում է վեճ խոսակցություն, հիմա պետք չի շարունակել։
Վեճ ու խոսակցություն չի լինի, եթե բոլորս մնանք մեր տեղում։ Ուրայր Անգելինա, այս գիշերվա կեսին դու չէիր մտածում, որ մենք կան հանգստանանք։ Աննա Բագրատովնա ինձ տունն է։ Ասելու բան չունեք։ Դժվար չեն գուշակել։ Իսկ կարող եմ իմանալ, ինչի էր հենց Աննա ինձ տուն գնացել։ Լավ էր, որ գնայի իրանց տուն, թե որ դրսում մնայի։ Լավ կլիներ դուրսը մնայր։ Մամա, կարաս բացատրես, ինչի եք ձեզ սենց պահում։ Սենց ոնց։ Սենց տարօրինակ։ Մեր տարօրինակ պահվածքը գալիս է քո տարօրինակ պահվածքից։ Երբ պարապ ես մնում, վերլուծի քո քայլերը։ Ձեր թույլտվությամբ բարձրանամ վերև։ Եթե իհարկե թույլ եք տալիս, որ ձեր հետ միասին նույն տանիքի տակ մնամ։ Նման հիմարություն չհամարձակվես ասել։ Բան չասես։ Արա դու որ այդքան կարճ չունես։ Ինչ ես այդ բեռը վեկալում։ Ինչ ես խոսում, Էնդո։ Ինչ եմ խոսում։ Ինչ դու չգիտես ինչ եմ խոսում, հա։ Ասեմ ինչ եմ խոսում։ Այդ լակոտի դուպկի վաղուց վերցրածնեն գնայր երկրից։ Փորձել եմ։ Չի ստացվում։ Վրեդի քո խնդիրն է, ես ինչ անեմ։ Հանգիստ խոսա, Էնդո։ Արա դու այդքան չես հասկանում, արա։ Համի որտեղ ես ստաց սպան այդ լակոտին։ Ինչ ես անելու։ Ուսանք բանը դրան չի ասնի։ Արա իրոք դու տենց ես կարծում, հա։ Դու ես քեզ ասում եմ այդ անդառնալի հետևանքներ ունենալու։ Եթե լակոտին չանես երկրից տղես տալու ես սպանի դրալ։ Թե կարող ասես տեղյակ չես ինչա կատարվում։ Տեղյակ եմ, ամեն ինչից տեղյակ եմ։ Այդ դրա համար ես ամեն ինչի կուլ եմ տալիս, Էնդո։ Այս անգամ սոսը սխալ վարվեց։ Դե նայի, այդ սխալը իրան կյանք չարժենա, զավ է, նիչ։ Շնորհակալ եմ, պապ։ Չգիտեմ ինչ ես ուզում հետս խոսաս, բայց չեմ կարա չասեմ։ Շատ լավ միտք էր քաղաքից դուրս գալը։ Հա, ես վերջերս հաճախ եմ ուզում քաղաքից դուրս գնամ, բնության մեջ լինեմ։ Դե հա, ստեղ մի տեսակ հանգստություն կա։ Դու, ես, բնությունը։ Բնության մեջ մի տեսակ ներդաշնակություն կա, ձուլվում ես այս ամեն ինչի մեջ ու հասկանում ես, թե Աստված ինչքան է այս ամեն ինչը սիրել, որ կատարյալ է արարել, նույնիսկ մարդուն։ Մարդու մասով
Մի քիչ կասկածում եմ։ Մարդուն Աստված իր պատկերով է ստեղծել։ Մաքուր ու կատարյալ։ Բայց դե ի սկզբանե մարդը թաթախվել է մեղքի մեջ ու հեռացել է Աստծուց։ Այ հենց դրա համար կատարյալ լինելու մասին խոսք չի կարա լինի։ Անասելի ծանր է մարդ մնալ այս ժամանակներում։ Չէի ասի, պապ։ Շատ իզուր։ Կյանքն այս պայմաններ չի ստեղծում, որ մարդը կարողանա մաքուր մնա։ Հիմա փորձում ես քեզ արդարացնես։ Ինչի մենակ ինձ։ Նաև քեզ։ Օրինակ դու գիտես, չէ՞ ով է Անգելինան։ Դե բայց քանի որ կշռքի մյուս նժարում հերետա ու դու իրան պիտի պաշտպանես, ստիպված ձեն չես անում։ Երեսով ես տալիս, որ ես էլ քեզնից լավը չեմ։ Իրավիճակն եմ վերլուծում, որ դու լավ հասկանաս։ Դեպքերն ու մարդիկ են քեզ թաթախում ստի ու կեղծիքի մեջ։ Գիտես ինչ կասեմ։ Ոչ մեկ ինձ չի կարա համոզի, որ անհնար է ապրել առանց ստի ու կեղծիքի, պապ։ Ամեն ինչ գալիս է նրանից, որ մարդ փորձում է գետի հունը անընդհատ փոխի ու Տես, բայց բնության մեջ տերևները, ծաղիկները, ծառերը հանձնված իրանց համար երջանիկ ապրում են ու ոչ մի բանի մեջ չեն խառնում։ Լավ, ինչ ես ինձ այդ հիմա ասում։ Քեզ եմ նախապատրաստում։ Ինչին։ Իմ հանձնվելուն, որ դու երջանիկ լինես։ Մի րոպե, այսինքն։ Ուզում եմ քեզ երջանիկ տեսնեմ, էլի։ Մի քիչ անհավանական բան ես ուզում։ Չէ, ընդհանրապես անհավանական չի։ Ես պատրաստ եմ քեզ երջանիկ տեսնել Անգելինայի հետ։ Չեմ ուզում ձեզ վիճակում տեսնեմ։ Ես էլ չեմ ուզում, որ դու ինձ ես վիճակում տեսնես։ Իզուր ես եկել։ Ամբողջ գիշեր չեմ քնել ու ձեր մասին եմ մտածել, ոնց կարայի չգայի։ Չնայած տեսնում եմ, որ դուք էլ չեք քնել, շատ վատ վիճակում եք։ Այսքանից հետո ոնց պիտի քնեի, բալես։ Եկեք գնանք տեսնենք հյուրասենյակում, ես ձեր համար մի բան կպատրաստեմ, սոված կլինեք։ Չեմ ուզում, Անգելինա ջան, շատ շնորհակալ եմ, որ եկար, բայց ավելի լավ է դու գնաս։ Չէ, կներեք ինձ, բայց ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Եկեք գնանք նստենք այնտեղ։ Ես ձեզ մենակ չեմ թողի։ Ինչ կարում անեմ ձեր համար, Աննա Բագրատովնա։ Ոչ մի բան բալես։ Քո օգտարությունն է իմ համար ամեն ինչը։ Հենրին ինձ ատում է, չէ։ Չէ։
ժամանակի հետ ինքը կհասկանա, որ սխալ է ու կգա ձեր մոտ, բայց մնում է դուք իրան ներեք։ Ծնողի սրտում Զավակի համար ներում միշտ էլ կա։ Կարող ես ամուսնանալ Անգելինայի հետ։ Դու լսում ես ինչ ես խոսում։ Լսում եմ։ Ու տարօրինակներն ա, որ չեմ զարմանում։ Մի քիչ երկար ժամանակ էր պետք, որ հասնեի սրան։ Ու ասեի քեզ, որ կարող ես երջանիկ լինել Անգելինայի հետ։ Այդ դու ես դրան հասել, ոչ թե մենք։ Ու հիմա դու նենց հանգիստ ես դրա մասին խոսում, պապ։ Ոնց որ տենց բան չկա։ Նորմալ է։ Անցանք առաջ ու վերջ։ Լավ, ոնց ես պատկերացնում, գնամ Անգելինայից տուն ու ասեմ Անգելինա ջան, կարանք միասին լինենք, պապաս թողել, հա։ Լսի քո ուզածը իմ համաձայնությունը չէր։ Ես էլ տալիս եմ։ Ինչ ես ուզում։ Իրոք էստեղ մի բան այն չի։ Ուզում ես ասես, որ դու պատրաստ ես սոս բերբերյանի ու Աննայի աղջկան պատրաստ ես մեր տանը տեսնել։ Հատկապես այս վերջի դեպքերից հետո։ Հա, հանուն քեզ պատրաստ եմ։ Լավ, բա։ Առաջ ինչի չէիր գնում այդ քայլին հանուն ինձ։ Երևի ժամանակ էր պետք է Հենրի։ Ես քեզ էլի եմ կրկնում։ Հեշտ պայքար չէր։ Չէ, ես չեմ հավատում։ Իսկ ես հավատում եմ։ Ու գիտես ինչի։ Որովհետև չեմ ուզում, որ դու էլ դժբախտ լինես։ Կյանքիս կեսն անցել է, բայց չեմ հիշում մի օր, որ երջանիկ եղած լինեմ։ Իսկ քո ճանապարհը լրիվ ուրիշ կերպ եմ պատկերացնում։ Լրիվ իմ ճանապարհի հակառակը։ Դու մոռանում ես, որ ես տանը կին ունեմ։ Բաժանվի։ Պապ, ես առանց էդ էլ այդ աղջկան դժբախտացրել եմ։ Հիմա էլ ես դժբախտացնում։ Որովհետև այդ աղջկան չես սիրում։ Իմ ու Աննայի դժբախտության փաստացի կրողը դու ես, Հենրի։ Ու ես չեմ ուզում քո ու Բեցի դժբախտության կրողն էլ են երեխեն լինի, ում ուզում եք որդեգրեք։ Ես եմ իր երջանկությունը գողացել։ Դե եթե տենց է, ուրեմն ես էլ բոլորիդ երջանկության գողն եմ։ Չէ, տենց մի ասա։ Համենայն դեպս իմացի, որ ես ուզում եմ դու ու Անգելինան միասին լինեք։ Ես էլ ձեր կյանքում խոչընդոտ չեմ լինի։ Չես մրսում։
Եկել եմ սրտիկս, ես քո մոտ եմ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, իմ հրաշք։ Տարից քո հետ։ Մի քիչ համբերի, հա, խոսք եմ տալի, շուտով մեր հետ կլինես։ Համբերում հիմա տար։ Ինչ ա եղել, Ջոն։ Ես եմ դեր հետ գնամ։ Ինքը ով ա, Ջոն։ Եկել է ասում իմ պապան է։